Այվ տղեկի պահանջողի եթեր եմ մտել, խնդիրն ինչու՞մ է կայանում, որ օնլայն տաքսի ծառայությունները որ կան, Yandex, Jiji եւ մնացածը չարիք են դարձել մեր հայրենակիցների, մեր վարորդների գլխին։ Խնդիրը կայանում է նրանում, որ մի հատ 16.5%, մի արդեն 17-ա դարել Yandex-ն է մարդկանց տուգանում, տուգանել եմ ասում, որովհետեւ դա ռեկետ է իմ գնահատմամբ, չի կարելի մարդկանց այդ ձևով թալանել, դա թալան է իմ գնահատմամբ, որից հետո կան տաքսո պարկեր, ովքեր անհասկանալի 1-ից մինչև 4.5% իրանք են գումար վերցնում, վերջում էլ պետությունն ասում է, եթե կանխիկ ես աշխատում 5%, անկանխիկ 4%, պիտի քեզ հարկեմ։ Դրա դիմաց վարորդները ստանում են ինչ, ոչինչ, 0, որովհետև նրանք չեն դառնում գրանցված աշխատող, հետագայում թոշակ չեն ստանում այս մարդիկ նույն ձևով առողջության համապարփակ ապահովագրության այդ փաթեթից չեն օգտվում, հիվանդանում են, գնում են, վճարում են, բայց ստացվում է, որ այս մարդիկ մի հատ ամսվա կտրվածքով, եթե 300,000 դրամ իրանք եկամուտ պիտի ստանան 15,000 պետությանը մի հատ առանձին են վճարում, թվացյալ Yandex-ն ասում է 25% ես եմ վճարում, 20% ՆԴՍ-ում մնացածը, այսինքն այս պարագայում ստացվում է մոտարապես մի 60,000 ՆԴ են վճարում, ու այս մարդիկ դիմաց այդ իրանց ստեղծած բարիքի դիմաց ոչինչ առ ոչինչ չեն ստանում։ Ուրեմն տեսեք, այսօր այստեղ հավաքվել են շատ վարորդներ, ես այս փուլով մի խնդիր ունեմ, իրանց ձայնը բարձրացնել ու հետևողական լինենք, որ իրենց հարցը լուծվի։ Իմ առաջարկությունն եղել է հետևյալը, որ պիտի Yandex-ը իր տոկոսադրույքը անհասկանալի իջացնի, գեր-շահույթ չստանա, ուղղակի չստանա, պետությունը հաջորդիվ պետք է այս մեր ընկերներին, մեր համաքաղաքացիներին որպես հարկ վճարող քաղաքացիներ, հերոս հարկատուներ դառնան գրանցված աշխատող եւ կենսաթոշակ ստանան եւ հաջորդը որ կա, այս մարդիկ որ օրեկան նվազագույնը 10 ժամ աշխատում են, բա իրանց առողջության համար պատասխան տվող նովա լինելու Շատ հստակ եմ ասում։ Մարդիկ կան նույնիսկ 16 ժամ իրանք աշխատում են։ 10 օրվա մեջ քանի հատ ավտոպարկ կատարակցել։ Մի հատ հարց ուզում եմ տամ էլի։ Քանի հատ պագրի։ Քանի հատ խոսքներ եք։ Մի հատ այս հանդուկ Աբրյանի համար Էլա զաշիտները ջարտած եկել են, զաշիտները ջարտած եկել կանել են։ Ուրեմն բայց որ գույքարկը չվճարես կբռնեն կտուգանեն։ Ուրեմն Ու ինձ հետաքրքիր է, խիա Opel-ի բանը հարկը շատ։ նայեք, ժողովուրդ, նայեք մի հատ բանա։ Խնդրում եմ մի հատ Վտանգավոր ավտո եք համարվում Opel-ինը։ Համաձայնեք դուք որ այս էդի ձևակերպումը տամ։ Վաղը կտամ ձեզ, դուք կարդացեք, եթե նորմալ է, մաքսիմում շատ, 500 1000 Մեծ րոպե հետո կապի մեջ։ Տղեկը կապի մեջ է։ Համարում եմ ես։